Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1417-րդ օրն է, չնայած ռուսական ու հայաստանյան լրահոսին ողջ ենք, իհարկե քաղաքապետ կոչվող Կլիչկոն էլ իր հայտարարություններով նույնպես նպաստեց ռուսական պրոպագանդային, այդ իսկ պատճառով երեկվա եթերում ասացի, որ նրա հայտարարություններին ուշադրություն մի դարձրեք, նա քաղաքական պաշտոն զբաղեցնող կերպար է, որը պատերազմի ժամանակ ոչինչ չի նշանակում, գրեթե ոչինչ, քաղաքի տնտեսական հարցերով է զբաղված, բայց ունի նախագահական հավակնություններ, այնպես որ լսեք երեկվա եթերը, ովքեր դեռ չեն լսել, գիտեք ես պատահական եթերներ չեմ անում, հատկապես հաշվի առնելով դժվար պայմանները։ Մինչ Պուտինը փորձում է տպավորություն ստեղծել իր առէջնիկով եւ ուկրաինական էներգետիկային հասցվող հարվածներով, աշխարհը քննարկում է կալանված ու խոցված ռուսական տանկերների քանակը եւ գուշակում արդյոք Մադուրոյի ճակատագիրը սպասվում է նաեւ Պուտինին կամ Իրանի ռեժիմի այսպես կոչված առաջնորդներին։ Իդեպ մեր աղբյուրները հայտնում են, որ Պուտինը ծայրահեղ մտահոգված է իր անձնական անվտանգությամբ, բացի այդ կա Իրանի ռեժիմը, որը հազիվ ոտքի վրա է մնում իրանցի ժողովրդի ապստամբության ֆոնին, ինչը Պուտինին նոր հոգսեր է պատճառում, բայց այդ մասին քիչ անց առեշնիկի կիրառմամբ ցանկալի արդյունքի չհասնելով Պուտինը կենտրոնացավ ուկրաինական քաղաքների էներգահամակարգին հարվածների վրա։ Պուտինը անցած բոլոր 4 տարիներին փորձում էր մեզ սառեցնել, բայց այս անգամ թվում է նա դա անում է ծայրահեղ հուսահատությամբ, վատչայինի իրենց լեզվով ասած, բացի այն, որ նրա ձեռքում քիչ միջոցներ են մնացել ուկրաինացիների վրա ազդելու համար, նման վարքագիծը խոսում է ուկրաինացիներին վատ ճանաչելու մասին։ Նա երևի ուկրաինացիներին համեմատում է ռուսների հետ։ Իդեպ շատերն են փորձում համեմատել ուկրաինացիներին ռուսների հետ եւ այդ հարցում շատ մեծ սխալվում են։ Ձմեռը, որը Պուտինը փորձում է որպես զենք օգտագործել ուկրաինացիների դեմ, բավականին լավ սառեցնում է նաև Ռուսաստանը, առաջացնելով կոլապսներ նույնիսկ այնտեղ, որտեղ ուկրաինական դրոնները եւ հրթիռները դեռ չեն հարվածել։ Երեք Մոսկվայի օդանավակայանները կոլապսի մեջ էին, մեր տելեգրամյան ալիքի հետևորդները հավանաբար արդեն տեսել են բոլոր կադրերը։ Իդեպ գիշերը ուկրաինական դրոնները շատ անախորժություններ են պատճառել Պուտինյան ռեժիմին, դարձյալ խոցվել են կարևոր օբյեկտներ եւ նավթաբազա Վոլգոգրադի մարզում։ Պուտինյան օդային ուժերը բողոքում էին, որ ուկրաինական դրոնները հարձակվել են 14 ուղղություններով օկուպացված Ղրիմից մինչև Տուլայի մարզ եւ Ադիգեյա։ Իսկ Ամերիկան շարունակում է կալանել ռուսական տանկերները, նախորդին կալանվել է Ռուսաստանի ստվերային նավատորմի եւս մեկ տանկեր։ Սա արդեն վերջին օրերին ամերիկացիների կողմից կալանված 5-րդ տանկերն է եւ 3-րդը կապված Ռուսաստանի հետ։ Չնայած հիմա թվերը ասելով հասկանում եմ, որ մինչեւ եթերը դուրս գա կարող է էլի նոր տանկերներ բռնագրավեն ռուսական ստվերային նավատորմից։ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի վերլուծաբանները կարծում են, որ Ռուսաստանը լվովին հարվածել է Արեշնիկ միջին հեռահարության բալիստիկ հրթիռով, որն ունակ է միջուկային զենք կրել, որպիսի վախեցնի արևմտյան երկրներին եւ զսպի Ուկրաինայում խաղաղապահների տեղակայումը, ինչը ցանկանում են անել վճռականների կոալիցիայում։ Փորձագետները համոզված են, որ ռուս բռնապետ Պուտինը դիտավորյալ է ընտրել Լվովի մարզը Արեշնիկով հարվածելու համար, քանի որ այն սահմանակից է Եվրոմիությանը, այսպիսով Կրեմլը ցանկանում էր եվրոպական երկրներին ցուցադրել իր ռազմական իբր հնարավորությունները, նրան թվում է, թե ոչ ոք հետախուզություն չունի եւ չգիտեն քանի հատ որ զենքից եւ նույնիսկ էքսպերիմենտալ զենքերի քանակից։ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտում նշել են, որ Ռուսաստանի Դաշնությունը Արեշնիկ հրթիռով հարվածել Լվովի մարզին հասցրել է անմիջապես այն բանից հետո, երբ Փարիզում վճռականների կոալիցիայի երկրների ԱՄՆ ներկայացուցիչների եւ ուկրաինական պատվիրակության գագաթնաժողովում համաձայնեցվեց պատերազմից հետո Ուկրաինայում արևմտյան խաղաղապահների տեղակայման հարցը։ Բայց չնայած Արեշնիկին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խորհրդարանին տեղեկացրել է խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Ուկրաինայում 6000 ֆրանսիացի զինվորականներ տեղակայելու պլանի մասին։ Դրանից առաջ հունվարի 8-ին Ելիսեյան պալատում տեղի էր ունեցել փակ հանդիպում, որին մասնակցել էին նախարարները, երկրի ռազմական ղեկավարությունը, խորհրդարանի պալատների ղեկավարները, խմբակցությունների եւ կուսակցությունների առաջնորդները։ Այս մասին հայտնել է ֆրանսիական Le Monde-ը։ Բրիտանիան պատրաստ է հատկացնել 200 միլիոն ֆունտ ստերլինգ, այսինքն մոտ 268 միլիոն դոլար, իր զորքերը նախապատրաստելու համար հետագայում Ուկրաինա ուղարկելու նպատակով։ Այս ամենը տեղի է ունենում բառացիորեն Պուտինի Արեշնիկ շոուի ֆոնին եւ նշանակում է, որ Արևմուտքը չի վախեցել Պուտինից կամ այլպես ասենք չի գնահատել Արեշնիկ շոուն։
Յուղ է լցնում կրակի վրա նաև Թրամփը, ով նախօրեին հայտարարել էր, թե Պուտինը իբր վախենում է միայն Ամերիկայից։ Դոնալդ Թրամփին անսպասելի հարց են տվել այն մասին, թե արդյոք նա երբևէ հրաման կտա Պուտինին ձերբակալելու, կալանավորելու համար։ Այս մասին ԱՄՆ նախագահին հարցրել է լրագրողը նավթային ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Թրամփի նավթային մենեջերների եւ լրագրողների հետ շփման տեսանյութը հրապարակվել է Սպիտակ տան սոցիալական ցանցի էջում։ Սա իր հերթին եւ նսեմացում է Պուտինին եւ նախազգուշացում, մեջբերեմ Թրամփի խոսքը, չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կլինի, խոսքը ձերբակալման մասին է։ Մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել, թեև հիմա ես հիասթափված եմ Պուտինից, ընդգծել է ղեկավարը, այսինքն ակնարկարվել է։ Այս ֆոնին Տելեգրաֆը գրում է, որ Թրամփին հոգնեցրել են Պուտինի խաղերը, նա Պուտինին համարում է սպառնալիք աշխարհի համար։ Ռուսաստանի դրոշի ներքո նավարկող նավթային տանկերները կալանելու Թրամփի որոշումը եւ Ռուսաստանի պատժամիջոցները ազդանշան էին Պուտինին այն մասին, որ պատերազմը դադարեցնելու համար Պուտինի ժամանակը սպառվում է։ Ամերիկյան նախագահը գործում է մտրակի եւ բլիթի սկզբունքով եւ բլիթներն արդեն վերջացել են։ Այժմ Թրամփի վարչակազմը ավելի քան երբևէ մոտ է պատերազմի վերաբերյալ եվրոպական տեսլականին եւ Պուտինը Սպիտակ տան կարծիքով խաղ է վարում առանց պատերազմը ավարտելու մտադրության։ Տելեգրաֆը միշտ աչքի է ընկել իր հաղորդագրությունների առավելագույն ճշգրտությամբ եւ ես կարծում եմ, որ նրանք ծանրակշիռ հիմքեր ունեն նման բան հայտնելու համար, բացի Պուտինի վրա գործադրվող հոգեբանական ճնշումից, առավել եւս, որ Կրեմլի բռնապետի գլխին վերջին օրերին այնքան բան է կուտակվել, որ մեկ հոդված ավել կամ մեկ հոդված պակաս էական չէ։ Միևնույն է, հոգեբանական ճնշումը մեծ է։ Իդեպ Թուրքիան եւ Ադրբեջանը խիստ մտահոգված են Իրանում տեղի ունեցող իրադարձություններով, ավելի ճիշտ Էրդողանի եւ Ալիևի ռեժիմներն են մտահոգված, նրանց համար ազատ Իրանը կլինի իրական մարտահրավեր, այդ իսկ պատճառով նրանք շատ ուշադիր ուսումնասիրում են իրավիճակը։ Կարծում եմ մենք հայերս, հատկապես Հայաստանի իշխանությունները պետք է խորը ուսումնասիրեն ամեն ինչ Իրանի հետ կապված, մեր հարևանների արձագանքները տեղի ունեցողին եւ համաշխարհային տերությունների դիրքորոշումները Իրանի հարցում։ Սա տարածաշրջանում ամենամեծ փոփոխությունը կլինի եւ չի կարող չազդել Հայաստանի ճակատագրի վրա։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաև, որ օրը 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջ նորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեք եւ վայելեք։ Ինչպես տեսնում ենք, չնայած պարզունակ մտածող մարդկանց ոգևորությանը, Պուտինը իր արեշնիկով թափահարում է ոչ թե լավ օրից, այլ ստիպված է ինչ-որ բան գոնե ձեռնարկել, իր խելքով ձեռնարկում է։ Իդեպ մեր հարվածները թե Ուկրաինայի հանդեպ զանգվածային հարձակման օրը, թե նախորդ օրը երեկոյան ցույց են տալիս, որ Ուկրաինան մտադիր չէ շեղվել ընտրված ուղուց եւ ոչ ոք չի պատրաստվում կոտրվել, որքան էլ որ դրա մասին երազեն Պուտինն ու նրան հավատացող պարզունակ ուղեղները։ Մենք ունենք մեր ռազմավարությունը եւ շարունակելու ենք գնալ մեր ճանապարհով։ Այսօր Կիևում վնասվածքները վերականգնելու համար նույնիսկ ժամանակավորապես դադարեցրել էին կենտրոնացված ջեռուցումն ու ջրամատակարարումը, բայց վերանորոգման աշխատանքները ամբողջական թափով ընթանում են։ Գործընկերների շնորհիվ մենք վերականգնման համար ավելի մեծ ռեսուրսներ ունենք, քան Պուտինը սպառազինություն։ Իսկ եղանակային բացառիկ վատ պայմանները, որոնցից օգտվեց Պուտինը, հարվածի համար շատ հազվադեպ են լինում այդպիսի օրեր։ Երեք առաջին օրը հենց այդպիսին օրեր, վատ տեսանելիություն, որը դժվարացնում էր հոպի աշխատանքը հատկապես շահեդների խոցման առումով, իսկ սառցե անձրևն ու ցուրտը վթարային ծառայությունների գործն էին դժվարացրել, ինչով են նման օրերը, ինչպես ասացի, շատ հաճախ չեն։ Այո, հեշտ չէ, բայց մենք արդեն սովորել ենք այն մտքին, որ Պուտինը ամեն վարքյան ուզում է մեզ սպանել։ Մենք սովորել ենք կառավարել էլեկտրոէներգիայի սպառումը, օգտագործելով նոր սարքեր։ Մենք սովորել ենք կառավարել ջերմությունը, որը Պուտինը այդքան ուզում է անհետացնել։ Այս տարի հունվարյան ձմեռը պարզապես սովորականից ավելի ցուրտ է, գուցե դա է հույս տվել Պուտինին։ Դե պուտինիստների համար նորմալ է, չէ՞, որ աշխարհի երկրորդ բանակը հույսը ձմռան վրա է դնում։ Մենք պայքարում ենք, որովհետև գիտենք, որ հաղթանակը հնարավոր է, քանի որ ինքներս բազմիցս թեկուզ մարտավարական առումով արդեն հաղթել ենք Պուտինյան ռեժիմին, այդ իսկ պատճառով ձգտում ենք վերջնական
հաղթանակի, իսկ Պուտինը չնայած բանակի, տնտեսության եւ քաղաքականության ռեսուրսների կորստին շարունակում է ինչ-որ բաներ երազել, ինչ-որ բան ձևացնել, չհասկանալով, որ իր դեմ միավորվել են բոլորը կամ առնվազն բոլոր բանական մարդիկ։ Բլումբերգը հեղում անելով սեփական աղբյուրներին հայտնում է, որ 25 թվականի դեկտեմբերին Ռուսաստանում նավթի արդյունահանումը նվազել է մինչև վերջին 1.5 տարվա նվազագույն մակարդակի, պատճառը ԱՄՆ պատժամիջոցներն են եւ ուկրաինական դրոնների հարձակումները ռուսական նավթավերամշակման ենթակառուցվածքների վրա, իսկ նավթը այն ռեսուրսն է, ինչի վրա հիմնականում հույսը դրել է Պուտինը, Կրեմլի դիկտատորը միևնույն ժամանակ ռուսական տնտեսության խնդիրները բարթել է Ռուսաստանի բնակչության ուսերին, պատերազմի 4-րդ տարվա վերջին ռուսական մի շարք տարածաշրջաններ հայտնվել են դեֆոլտի վիճակում, տեղական իշխանությունները տագնապ են հնչեցնում, Ռուսաստանում սկսվել են պետական հատվածի աշխատողների զանգվածային բողոքի ցույցեր, պահանջելով արժանապատիվ աշխատավարձ, սակայն Կրեմլը դրանց համար գումար չունի։ Ռուսական տնտեսությունը սկսել է փլուզվել Ուկրաինայի դեմ ձգձգվող պատերազմի պատճառով, նույնիսկ ռազմական արտադրության մեջ ներգրավված շրջանները բախվել են արտադրության անկման եւ դեֆոլտի հետ։ Այս մասին արդեն սկսել են բացահայտ խոսել տեղական իշխանությունները, փորձելով տեղ հասցնել իրենց ձայնը։ Այս թեմայով նյութերը մենք հրապարակել ենք մեր Telegram-յան ալիքում, իսկ կադրը ձեր էկրաններին ուսուցիչներին է վերաբերում, պարզապես ինձ թվաց, որ սա ավելի խոսուն կադր է։ Իդեպ ռազմաճակատում, ինչպես արդեն ասացի եթերի սկզբում, Պուտինի համար ոչ մի լավ բան չկա, հարձակումները տապալվում են, իսկ Թրամփին զարմացնելու ոչինչ չունի Կրեմլի դիկտատորը։ Ուկրաինայի հատուկ գործողությունների ուժերը համարձակ գրոհ են իրականացրել Դոնեցկի մարզում, ռուսական դիրքերը ոչնչացրել են, օկուպանտների մի մասը լիկվիդացվել է, իսկ ողջ մնացածները հանձնվել են գերի։ Ռուսական բանակը շարունակում է ստորաբաժանումներ կորցնել Պոկրովսկի ուղղությամբ, թշնամին վերջին խոշոր գրոհի ժամանակ պարզապես ջախջախվել է։ Նորից հիշեցնեմ, որ բոլոր կադրերը մեր Telegram-ում են։ Երևի հուսահատությունից ռուսական բանակը Պոկրովսկի ուղղությամբ նոր գրոհի փորձ էր ձեռնարկել, որը արդեն սովորական ավանդույթի համաձայն ավարտվեց նրանց ջախջախմամբ։ Շատ լավ կադրեր ունենք Telegram-ում, կարող եք վայելել։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության հատուկ ջոկատայինների դիվերսիոն հետախուզական խումբը խորը ռեյդ է իրականացրել իր հերթին ռուսական զորքերի թիկունքում Զապորոժիեի մարզում։ Ուկրաինացի հետախույզները գործել են Կախովկայի ջրամբարի շրջանում, որտեղ թշնամին իր թիկունքն անվտանգ էր համարում, գերիներ են վերցվել, գերեվարածները օգնել են բացահայտել թշնամու հրետանու դիրքերը, դրոնների օպերատորների եւ ռուսական զինամթերքի պահեստները, որոնք արդեն խոցվել են Ուկրաինայի կողմից։ Անցնենք մարտի դաշտի իրադարձությունների թվերին։ Ռազմաճակատում վերջին մեկ օրվա ընթացքում տեղի է ունեցել 171 մարտական բախում, որոնց ժամանակ Ռուսաստանը կորցրել է եւս 880 օկուպանտ եւ 778 միավոր տեխնիկա եւ սպառազինություն։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի գնահատականների համաձայն Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ ագրեսիայի սկզբից ի վեր ռուսական բանակի կորուստները այսօր առավոտվա դրությամբ կազմել են արդեն 1,217,810 զինվորական։ Գենշտաբի ռելիզը ձեր էկրաններին է։ 3 Պոկրովսկի ուղղությամբ ռուսական բանակը 43 անգամ գրոհ է կազմակերպել, Ուկրաինայի զինված ուժերի դիրքերը չի կարողացել գրավել։ Գուլիայպոլի ուղղությամբ ռուսները 27 անգամ են գրոհել, իսկ Ալեքսանդրովկայի ուղղությամբ իրականացվել է 20 հարձակում։ Ռազմաճակատի մյուս հատվածներում մարտերը 20-ից պակաս են, տեղ կա 1-2 ընդամենը բախում է եղել։ Երևում է, որ ռուսների ուժերը չի հերիքում, պարզապես կենտրոնացել են այն ուղղությունների վրա, ինչի մասին Պուտինը արդեն ստել է, փորձում են այդ սուտը մի կերպ արդարացնել։ Այսքանով ավարտեմ մեր հանգստյան օրվա եթերը, խնդրում եմ չմոռանաք լայքել եւ տարածել մեր հաղորդումը եւ իհարկե ովքեր դեռ բաժանորդագրված չեն ալիքին, խնդրում եմ անպայման բաժանորդագրվեք, դա շատ կարեւոր է, հատկապես Հակոբյան լայվը նոր ալիք է։ Հույս ունեմ, որ կհանդիպենք արդեն վաղը ավելի լավ նորություններով, մնացեք բարով, մինչ նոր հանդիպում։